վերցնել ուրեմն impeachment-ի այդ թեմային, որը հիմնականում կլինի այսօրվա խորագիրը եւ թեման։ Ցավոք սրտի պատերազմը շարունակվում է, ահռելի բան է, որովհետեւ մեկը բնականաբար չի կարող պատերազմին կողմ լինել, պետք է արվեր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենար, այսինքն այս պատերազմը չծաղկեր, բայց դա անխուսափելի էր, բոլորս էլ կարծում եմ, ովքեր հետևում էին զարգացումներին, գիտեինք, որ այդ բանակցությունները, որ տեղի ունեցան, այդպես ձևական մի բան էր, ամեն դեպքում որոշումը կար, որ պետք է հարձակում իրականացվի Իրանի վրա եւ դա տեղի ունեցավ։ Հիմա դրանից հետո ես չեմ ուզում խորանալ, փորձել եմ այս մոտավորապես 10 օր 9 օր արդեն անցնում այդ պատերազմից գնահատականներ չհնչեցնել, քանի որ պատերազմական պայմաններում ընդդեմ կամ օգուտ որևէ մեկի գնահատական հնչեցնելը երբեմն շատ դժվար է լինում, քանի որ եթե չես տիրապետում ամբողջական ինֆորմացիայի, հատկապես պատերազմական շրջանում լուրերի արտահոսքը շատ ավելի այսպես կազմակերպված է լինում պրոպագանդայի այդպես ձևավոր հիմքի վրա է դա իրականություն դառնում, երկու կողմերից էլ մոտավորապես նույնն է տեղի ունենում, հետաբար անկախ աղբյուրներ գտնել, փորձել ճիշտ գնահատականներ տալ, շատ դժվար է լինում, բայց ամեն դեպքում կան փաստեր, կան հարցազրույցներ, որոնք վերջնաշվով մարդիկ խոսում են, դրանք փաստ են, կարելի է արձանագրել եւ դրանց համաձայն կարելի է ինչ-որ եզրակացություններ ու եզրահանգումներ կատարել։ Ես մի քանի անգամ այս շաբաթվա ընթացքում գրել եմ, հիմա էլ շատ կարճ գրեմ, չեմ կարծում որևէ կողմի համար նպատակահարմար այս պատերազմը ձգձգել։ Միացյալ Նահանգների համար բնականաբար ինչքան շուտ արդյունքի հասնելը, ավարտելը ձեռնտու է։ Ձեռնտու է նաև Իրանի համար, քանի որ վերջին հաշվով այդ երկրի ենթակառուցվածքներն են, որոնք ավերվում են, ոչնչանում են։ Հիմա տնտեսական կարողությամբ եթե ուզենանք հայեմատենք, բնականաբար Միացյալ Նահանգները շատ ավելի երկար ժամանակ պատերազմը շարունակել տնտեսական առումով կարողություն ունի, ռազմական ռեսուրսների մասին ես չեմ կարող հստակ կարծիք հայտնել, որից մեկն էլ չի կարող հայտնել, որտեղ մենք ոչ ռազմական փորձագետներ չենք առաջին հերթին եւ բացի այդ նման տեղեկությունները ընդհանրապես այնքան փակ են, որ որևիցե մեկը չի կարող շատ հստակ կերպով ասել, ով ինչքան ժամանակ կարող է շարունակել։ Բայց դժբախտաբար հիմա ընթացքը եղավ այնպես, գուցե հաշվարկները սխալ էին, այսինքն Իրանը առաջին հենց քայլով փորձեց հարվածել արաբական երկրներին։ Ես կարծում եմ այն պատկերացումը կար հաշվարկը հետեւյալն է, որ արաբական երկրները վերջապես պատերազմ չտեսած խաղաղ կյանքով ապրած մարդիկ են, ավելի շուտ վախենում են իրենց բիզնեսների համար, 2-3 հատ հրթիռ, որ ընկնի իրանց կենտրոնում պայթի, անմիջապես իրար են խառնվելու, գնալու են Թրամփի վրա ճնշում գործադրեն, որպեսզի նա պատերազմը կանգնեցնի եւ հավանաբար ունեն լծակները Թրամփի վրա ճնշում գործադրելու։ Բայց ցավոք սրտի հակառակը տեղի ունեցավ, եղավ այնպես, որ արաբական երկրները, որոնք պատերազմի առաջի շրջանում կանգնած էին դիմացի ճակատում, փորձել էին ամեն կերպ ամեն ինչ անել, որ այդ պատերազմը չծաղկի, քանի որ իրենց էլ ձեռնտու չէր, քանի որ գիտեին ամեն դեպքում իրենք այդ կրակից հեռու չեն մնալու։ Այդ հարվածներից հետո Իրանի հաշվարկները կարծում եմ սխալ դուրս եկան եւ այն երկրներ արաբական, որոնք դեմ էին պատերազմին, դարձան պատերազմի կողք ու կանգնեցին Միացյալ Նահանգների կողքին, մի տեսակ այդպիսի ցավոք սրտի ճակատ ձևավորվեց Իրանի ուրեմն կապակցությամբ եւ ավելի բարդացնում ուրեմն իրավիճակը։ Վերջին շաբաթվա ընթացքում ազդակներ են հղվել, ես կարծում եմ երկու կողմերից էլ պատերազմը կանգնեցնելու համար, փորձելու համար ինչ-որ դրական լուծում գտնել, քանի որ վերջին հաշվով դու պիտի կարողանաս ինչ-որ հեռանկար ունենաս, ինչ ես ուզում հասնել, որպեսզի դրան հասնելով կարողանաս, այդպես ասած, դնես սեղանին սակարկես եւ ուրեմն պատերազմն ավարտես ամեն դեպքում։ Առաջին ուրեմն, եթե չեմ սխալվում, ազդակը եկավ Միացյալ Նահանգներից, ուրեմն նախագահ Թրամփն էր, որ շատ հստակ կերպով ուղեր ցղեց եւ ասեց իր համար կարևորը հիմա իրենք քանի նպատակներ էին հայտարարել, նպատակների մեջ ընդհանրապես իշխանապողությունը կամ նոր իշխանության հարցը դրված չէր սկզբից, բայց հիմա կարծես մյուսները եկնացին երկրորդ պլան եւ հիմնականում այդ իշխանապողության հարցն է, որ վերջի շրջանում ավելի շատ այդպես խոշորացված դրված է սեղանին։ Թրամփը շատ կարծում եմ շատ հստակ էր իր հայտարարությունը, որ կատարեց անցած շաբաթ, առաջին իր կողմից եղավ, որ ինքը կնախընտրի, որ հաջորդ առաջնորդը Իրանինը լինի Իրանի ներսից եւ Իրանի կողմից ընտրվի, հենց ներսից ընտրվի եւ ասաց, որ ինքը հավանաբար ենթադրում եմ 2-3 հոգի կարող են այդ պաշտոնը ստացնել եւ ավելի հեշտ կլինի կառավարելը, եթե հենց Իրանից մեկ ընտրվի դրա համար։ Եվ երբ իրեն հարցվեցին նախկին շահի որդու Ռեզա Փահլավի մասին, ինքը ասաց շատ լավ մարդ է, բայց դե ես իրեն երկրորդական ուրեմն տեղում եմ կիրառում։ Կարծում եմ շատ նկատի առնում։ Շատ կարևոր ազդակ էր, քանի որ ինքը շատ հստակ կերպով ասաց, որ ինքը պատրաստ է համաձայնել ինչ-որ առաջնորդի ընտրության հետ Իրանից
ամեն դեպքում եւ ինքը պատրաստ է որ տող դնել Ռեզա Փահլավի ընդհանրապես տարբերակը եւ նրան չքննարկել եւ գնալ այդ քայլով։ Բայց միևնույն ժամանակ նույն հարցազրույցի շարունակության մեջ երբ իրեն հարց տվեցին, եթե հանկարծ ընտրությունը լինի այնպեսին, որ այդ նոր հոգևոր առաջնորդը ավելի վատը լինի նախկինից, ձեր մոտեցում ինչ կլինի, ասած այդ դեպքում շատ ծանր կլինի։ Կարծում եմ 1 ժամ, 2 ժամ դեռ չէր անցել, որ Իրանից եկավ պատասխանը մոտավորապես, կարծեմ նրանք շատ շուտ ըմբռնեցին ազդակը։ Հիմա Թրամփի կողմից ներկայացված այդ առաջարկը մի տեսակ գուցե որակեցին որպես զիջում, որպես թույլ դիրքերից հանդես գալ եւ ասեցին, որ իրենք Մուշտաբա Խամենեուն են ընտրել որպես առաջնորդ։ Այդպիսի արտահոսք եղավ, տարբեր Ալ Ջազիրան կամ մյուսները այդ լուրը սկսեցին տարածել եւ աննպատակ չէր։ Կարծես մի տեսակ պատասխան էր նախագահ Թրամփի ներկայացած այդ առաջարկին եւ իրենք ասեցին մի խոսքով ամենավատ տարբերակով որ Թրամփը պատկերացնում էր ուրեմն առաջնորդվեցին։ Դրանից հետո պատերազմը բնականաբար շարունակվեց, հարձակումները ավելի խստացվեցին, եթե հիշենք դրան հաջորդեց հսկայական շատ ծանր ռմբակոծություններ Թեհրանում, որի արդյունքում թիրախ դարձան ստորգետնյա հիմնականում բունկերներ, որոնք կառուցված են Իրանի իշխանությունների համար։ Թրամփը երկրորդ անգամ էլի ուղղեր ցղեց եւ այս անգամ կրկին նորից դրեց այդ հարցը, որ ինքը պատրաստ է Իրանից համաձայնել որից է մեկի հետ, որ Իրանից լինի առաջնորդ, բայց կրկին կարծես Թեհրանից այդ ազդակները պատասխանը, որ պետք է համապատասխանաբար գա, չի գալիս։ Իսկ արդեն երրորդ անգամ, եթե չեմ սխալվում, Թրամփը կրկնեց իր առաջարկը, որ նույնիսկ պատրաստ է, որ հոգևոր ինչ-որ կրոնական, ինչ-որ հոգևոր մեկը ընտրվի առաջնորդ։ Եվ իր համար ընդհանրապես կարևոր էլ չի, որ դա կլինի ժողովրդավարական, եւ ինքը պատրաստ է այդ տարբերակները քննարկել։ Ցավոք սրտի Իրանից դեռ հստակ պատասխան չի եկել։ Միակ պատասխանը, որ Իրանից եկավ, ուրեմն նախագահ Փեզեշքյանի հայտարարությունն էր, որը ներողություն խնդրեց արաբական երկրներից հարձակման համար եւ հայտարարեց, որ դա եղել է ինքնագլուխ քայլ պատերազմից անմիջապես հետո հրամանատարության բացակայության դեպքում ինքը անկեղծ ասած, կարծում եմ բոլորիս համար էլ հասկանալի է, որ այդքան էլ ընդունելի կամ հասկանալի պատճառ չի, որովհետև դու չես կարող ամեն դեպքում 4-5 օր ժամը 25 հրթիռ արձակես եւ հավակնես, որ այդ ամբողջը եղել է ինքնագլուխ, վերջին հաշվով այդ ընթացքում մեկը պիտի այդ ամեն ինչը ձեռք վերցած լիներ, իսկ եթե այդքան ժամանակ շարունակվել է, նշանակում է, որ Իրանի իշխանության բուրգում շատ լուրջ այս պահին խնդիրներ կան։ Ամեն դեպքում ես կարծում եմ Իրանի նախագահ փորձեց ինչ-որ դրական ազդակ հղել Միացյալ Նահանգներին եւ ասել, որ իր ուղերձը ընդունել են եւ հավանաբար պատրաստ են ինչ-որ զիջումների գնալ, բայց ըստ երևույթին կարծես Իրանի իշխանական համակարգի այդ վերնախավում համաձայնություն գոյություն չունի, ես դրա մասին մանրամասը գրել եմ։ Իրանի Իսլամական Պահապանների կորպուսը շատ խիստ քննադատեց Փեզեշքյանի այդ հայտարարությունը։ Եթե տեղյակ եք, գիտեք, որ առաջնորդի բացակայությամբ 3 հոգանոց մի խորհուրդ է գլխավորում երկիրը, ուրեմն երկրի նախագահն է, Փեզեշքյանն է, արդարադատություն դատական ուժի ղեկավարն է, իշխանության ղեկավարն է Մոհսեն Եշեին եւ Պահապանների խորհրդի միջից ընտրված մի հոգեվորական Էրաֆի անունով։ Էրաֆին ընդհանրապես շատ դերակատար անձնավորություն չի եղել քաղաքականության ոլորտում, չեմ էլ կարծում իր տեսակետը այս խորհրդի մեջ այնքան ծանրակշիռ, այդտեղ ինքը ներկայություն է, քանի որ սահմանադրություն է դա պահանջում։ Հիմնականում երկու կշիռները, որ այդ առաջնորդության խորհրդում կան, երկրի նախագահն է եւ Պաշտոնե Փեզեշքյանը եւ դատական իշխանության ղեկավարը, որ Էժեին է։ Եվ հետարքիր կերպով այդ երկուսը ներկայացնում են երկու տարբեր թևերը, որ Իրանի իշխանության մեջ այսօր գոյություն ունեն։ Փեզեշքյանը հայմատաբար չափավորական բարեփոխական է, ավելի շատ մոտիկ է նախկին նախագահ Հասան Ռոհանին, Զարիֆին եւ այդ թևին էլ ավելի մոտիկ։ Իսկ Մոհսենի Էժեին դատական իշխանության ղեկավարը շատ մոտիկ է, այդպես ասած, ավելի ծայրահեղ պահպանողականներին, որոնք պատրաստ են մինչև վերջ գնալու։ Եվ ես կարծում եմ այս ամբողջ հակասությունը այդտեղից է գալիս, որ չեն կարողանում որոշում կայացնել։ Փեզեշքյանի հայտարարությունը առաջինը քննադատեց հենց առաջնորդության խորհրդի մեկ այլ անդամ Մոհսենի Էժեին, հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Խաթամ-ալ-Անբիա զորակայանը, որ հիմնական կենտրոններից մեկն է, հանդես եկավ հայտարարությամբ, որ մենք շարունակելու ենք հարևանների դեմ հարձակումները, եթե նրանց կողմից հարձակումներ լինի, եւ մի տեսակ կարծես այդ հետո երեք արդեն Փեզեշքյանը եկավ ասեց, որ իմ ասածը սխալ է, հասկացվել այդպես չի եղել ու կարծում եմ խնդիրը ուրեմն փակվեց։ Ամեն դեպքում կարծում եմ ազդակների փոխանակումը կա։ Եթե նախագահ Թրամփի կողմից նման հայտարարություններ են կատարվում, կարծում եմ Իրանում սխալ կլինի մեկնաբանել, սխալ կլինի իրան կողմից, եթե դա մեկնաբանվի որպես թուլություն։ Թրամփին ճանաչողները կարծում եմ իր ընթացքը հետևածները հիմա ընդհանրապես դա կապ չունի, որ դուք իրեն սիրում եք, չեք սիրում, համակրում եք, կողմ եք, թե դեմ եք, դա իր բնավորության վարքագիծն է։ Ինքը փորձում է բանակցության, այդպես ասած,
առիթները տալ, իր պայմանները դնել, նախապայմանները դնել եւ սпасել պատասխանը։ Եթե դրական պատասխան եղավ, բնականաբար հաշվում է, իսկ եթե չէ, արդեն ինքը գնում է իր կոշտ քայլերին եւ ունի արդեն արդարացուցիչ, այդպես ասած, պատճառներ, որ ես փորձեցի անել ուրիշ ձևով, բայց դուք չհամաձայնեցիք։ Հիմա երեք շատ նպաստավոր, հիմա ինչ որ առաջարկ ա տվել, ասելա որ ավելի կոշտացրեց, հիմա ասեց, որ ընտրությունը պետք է լինի իմ այդպես ասած հայեցողության պետք է լինի, բայց հենց Իրանի ներսից ով է լինի։ Հիմա երկու տարբերակ ինք առաջարկեց, ասեց, որ Իրանի ներսից լինի, բայց իմ տեսակետը պետք է ունենան, եթե իմ տեսակետը չունենան, այսօր հայտարարել մի քիչ առաջ, որ իրավիճակը նույնը կլինի, այսինքն մեկ խոսքով Իրանն էլ մենք գնալու եւ հարվածելու ենք։ Իսկ եթե հարց էին տվել, արդյոք պատրաստ ես, եթե այդ հոգևոր առաջնորդը կամ այդ առաջնորդը լինի հենց ներկա իշխանության հետ կապակցված որից է մեկը դու դրան կողմ կլինես, ասել էր այո, ես խնդիր չունեմ, ներկա իշխանության մեկից միջից էլ կարող են իրենք որից է մեկ ընտրեն, բայց իմ հաստատու դեպք ունենան։ Մի տեսակ, եթե հասկանում եք, հիմա քաղաքականության մեջ կարելի ասել այդպես մտրակի եւ կարկանդակի պատմությունը, թե դու թե լավն ես ցույց տալիս, թե վատն ես ցույց տալիս եւ փորձում ես այդպես խաղալ, միջև տեսնել ինչա լինում։ Ամեն դեպքում չեմ կարծում Իրանի կողմից պատասխանը դրական է լինելու, որովհետեւ այդ նախապայմանի ընդունումը հենց նշանակում է կապիտուլացիա, այսինքն եթե դու պիտի մի առաջնորդ ընտրես, որի հաստատումը պետք է տա Թրամփը, դա արդեն իսկ նշանակում է կապիտուլացիա, հենց այն բանը, որ Թրամփը մի քանի օր առաջ ասել էր։ Բնականաբար Իրանը այդ քայլին կարծում եմ չի գնալու, քանի որ դա կլինի հենց հանձնվելը, հետաբար դա նշանակում է Իրանին մղել գնալ մինչև վեճ։ Իսկ այդ մինչև վեճ գնալու դեպքում ինչ է լինելու, ցավոք սրտի Թրամփը այս վերջի շրջանում մի երկու անգամ նաև կողմնակի ասելա, որ ինչա կարող լինել, քրդական գործոնն է փորձել բերել մեջտեղ, մի ժամանակ դուր տարածեցին, որ պատրաստ է զինել, հետո ասեց չէ, պատրաստ չեմ զինել, երեք ասեց, որ ես ասել եմ մի մտեք, իրենք ուզում էին մտնել Իրանի տարածք։ Մի տեսակ այդ թեման օրակարգի մեջ պահում է, այդպես ասած, սպառնալիքը կախված է պահում Իրանի գլխին, որ հնարավոր է, որ նաև ես այդ տարբերակին գնամ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեպքում արդեն գիտեք ինչեր տեղի ունեցան, այդ մեկ կողմից էլ սպառնալիքը պահում է Իրանի գլխին։ Ամեն դեպքում մի տեսակ, ասում եմ, մտրակի եւ կարկանդակի խաղա երկու կողմերն նույնն են անում, թե հիմա ով ավելի ուժեղ կլինի այս հարցում, իր տեսակետը ավելի կհաղթի, կարծում եմ պիտի մի քիչ համբերենք, կսպասենք, բայց ցավոք սրտի ժամանակը որքան առաջ է գնում, ես ցավով եմ ուզում արձանագրել, քանի որ ասում եմ, որպես իրանցի, նաև Իրանի քաղաքացի, ով ապրել է Իրանում, ցավով եմ նայում պատկերները, որոնք տեսնում եմ Իրանի ենթակառուցվածքները, որոնք հսկայական գումարներով կառուցվել են եւ ստեղծվել են, ոչնչանում են։ Եվ ցավոք սրտի բոլորին մի տեսակ կարծես բոլորին զեռնտու այս պատերազմի շարունակվելը բացի հենց Իրանին։ Հիմա շատեր Ռուսաստանի, Չինաստանի մասին են խոսում, թեպետ Չինաստանը կարծում եմ շատ էլ դրական է նայում, որ այդ ամբողջ ավերածությունը, որ տեղի ունենում Իրանում, վաղը իրանց համար մեծ հսկայական շուկա է բացվելու այդտեղ Իրանում գնան փորձեն գալ, մտնել, փորձել այդ վերակառուցման աշխատանքներում ներգրավեն։ Ռուսաստանն էլ մի տեսակ շահում այս պատերազմը, որքան էլ որ շատերի համար տարօրինակ լինի, քանի որ հիմա վերջին օրերին այլևս ով է հիշում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի մասին կամ ով է հետաքրքրված թե Ուկրաինայում ինչ է տեղի ունենում Ռուսաստան-Ուկրաինայի հակամարտության այդ կողմում ինչ է տեղի ունենում։ Բոլորի ուշադրությունը հիմա եկել է սևեռվել է Իրանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի վրա եւ մի տեսակ արդեն այդ ուշադրության կենտրոնից Ռուսաստան եւ Ուկրաինան դուրս են եկել։ Հիմա այդ ուշադրության բացակայության դեպքում եւ ամբողջ Եվրոպայի միջին արևելքի բոլորի ուշադրության այս կողմում է, բնականաբար շատ ավելի հեշտ կլինի այնտեղ ինչ որ կերպով բաներ պարտադրել, զիջումների գնալ, զիջումներ ստանալ եւ համաձայնությունը կայացնել եւ վերջ տալ ռուս-ուկրաինական պատերազմին։ Հետաբար այնտեղ էլ կարծում եմ մի տեսակ շատերին ձեռնտու է եւ միակ մեկ, որ այս ընթացքում վնասվում է խաղաղ քաղաքացիներն են, բնակչությունն են, որոնք տուժում են եւ ապրում են այդ արհավիրքի մեջ, ասում եմ որպես մարդ, ով 8 տարի ես անձամբ ինքս ապրել եմ այդ արհավիրքի մեջ, իմ գլխի վրայից են հրթիռներ անցել, ռումբեր անցել, այդ պայմաններում մենք դպրոց էին գնում, գալիս էինք, հիմա այսօր դպրոցները արցակ են Իրանում, բայց մեր ժամանակ դպրոցները աշխատում էին, դպրոցում նստած մեր գլխի վրայից ինքնաթիռներ էին գնում, հրթիռներ էին գնում, իմ ամբողջ պատանեկության ու երիտասարդության շրջան այդ պատերազմական պայմաններում անցել։ Հետաբար անծանոթ չեմ այդ արհավիրքին, գիտեմ չափազանց ցավալի է եւ պիտի փորձել հույս ունենալ, որ ինչքան շուտ դա դրական լուծում կստանա, բայց թե այդ լուծումը ինչպես կլինի, մի տեսակ դժվար է ասել, որտեղ ամեն դեպքում պատկերացնել, որ Թրամփը, որը ներկայացնում է հիմա Թրամփի խնդիրը չի միայն ներկայացնում է մի գերպետություն, որ այս պահին ունի արաբական երկրների աջակցությունը, եվրոպական երկրների հիմա անուղղակի աջակցությունը,
կլինի այդ պատերազմի պարտվողը, ես կարծում եմ մի քիչ անհավանական է, շատեր մի քիչ լավատես պիտի լինել, որ պատկերացնել, որ այս պատերազմից Թրամփը փորձելու է պարտված դուրս գալ կամ ընդունելու է իր պարտությունը։ Մյուս կողմից Իրանն էլ այդքան հեշտ հանձնվող չի, հետևաբար իրավիճակը մի տեսակ բարդ իրավիճակ է ստեղծում, որի հանգուցալուծումը չգիտեմ ինչ կլինի։ Կգա ժամանակ խոսենք այս թեմայի մասին ավելի մանրամասն, առիթ գուցե ավելի այդպես խաղաղ, հանգիստ պայմաններում, կարծում եմ հետաքրքիր թեմա պիտի լինի միայն անցնել Իրանի հատկապես վերջին 47-48 տարվա պատմությունը, իմանալ այս ամեն ինչը որտեղից է սկսել, այս ճշտամությունը, ասենք Իսրայելի հետ, Միացյալ Նահանգների հետ, երկրներ, որոնք կտապես ոչ մի խնդիր չունեին, չեն էլ կարող ունենալ, ոչ սահմաններ ունեն, հիմա շատ այդպես չբարդացնելով կարելի է շատ հստակ պատասխաններ գտնել, որ այս ամեն ինչը որտեղից է սկսել, բայց ասում եմ, կթողնեմ հետո, երբ իրավիճակը մի քիչ ավելի հանդարտ, խաղաղ կլինի, կկարողանանք դրա մասին ավելի այդպես ասած արդար, ճիշտ եւ զգացմունքներից հեռու խոսել, քանի որ ցավոք սրտի ապատեղեկատվությունը մեր հայաստանյան ալիքներում շատ է, մեղք էլ չունեն, որտեղ հիմնականում աղբյուրը ռուսական աղբյուրներն են, որից թարգմանվում է եւ Telegram-յան ալիքներում Հայաստանի տարածվում է, դրանց հիմնական աղբյուրն էլ Իրանի պետական, այդպես ասած, պրոպագանդան է, որը պատերազմական շրջանում լրիվորեն հասկանալի է եւ այդտեղ որից է ես չեմ կարծում սխալ բան լինի։ Մյուս կողմից է ծայրահեղություններ կան Միացյալ Նահանգների մյուս կողմից, հետաբար այս դաշտում ճիշտ գնահատականներ տալը չափազանց դժվար է լինում։ Ես կարծում եմ պետք է համբերատար լինել եւ հասկանալ մի քիչ դժվար է, բայց փորձենք հասկանալ որն է պրոպագանդա, որն է իրականություն եւ փորձենք ճիշտ գնահատականներ տալ, որպեսզի հետո ցանկացած զարգացման դեպքում անել վիճակի մեջ չկանգնենք ու այսօր մտածենք նաև վաղվա մեր անելիքների ուրեմն մասին։ Դրա մասին գրել եմ, կարող եք գնալ իմ գրառումները կարդալ։